Պարոն Ալեքսանյան, նախանցած շաբաթ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարեցիք, որն էր պատճառը, որ այսպես հապշտապ որոշեցիք փոփոխություններ իրականացնել, լրացումներ իրականացնել եւ հատկապես ընդդիմությունը պնդում է, որ դա ուղղված էր Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին։ Ինչպես կբացատրեք, ինչով էր պայմանավորված։ Դա абսուրդ է այդպես մտածելը, որովհետեւ միջև էս մենք նույն փոփոխությունները կատարել էինք կուսակցությունների մասին օրենքում, երբ դեռ ոչ մեկ չէր հանձնարարել Սամվել Կարապետյանին գալ Հայաստան, մտնել քաղաքականության մեջ։ Այդ փոփոխությունները կատարել էինք թիմ ընտրությունների հետ կապված, այսինքն թիմ ընտրություններում, էլի, օրինակ Սիսիանում, Փարաքարում, Վաղարշապատում, Գյումրիում, Երևանում արդեն իսկ արգելված էր, որպես դաշինքները իրենց անվանումների մեջ ունենան անձնանուններ։ Պետական ընտրություններին ընդամենը 2 ամիս է մնացել, հաշված օրեր է մնացել։ Հա, տեղական չի, էականն է, որ ընդհանուր տրամաբանությունը Հայաստանում ընտրական մեխանիզմների նա է եղել, որ անձնանուններով դաշինքներ ու կուսակցություններ լինել չեն կարող, ու դա ինձ թվում է շատ նորմալ, շատ ընկալելի, շատ ժողովրդավարական կանոններին, նորմերին միտված օրենսդրական վախեր ունեք, ընդդիմությունը հատկապես Սամվել Կարապետյանի դաշինքը Ուժեղ Հայաստանը ասում է, որ գործող իշխանությունը վախեր ունի եւ տարբեր կերպ է արտահայտում իր վախերը, փորձում է արգելքներ սահմանել։ Կներեք, ես անկեղծորեն ամեն անգամ, երբ որ այդ մարդու անունն են տալու, ասում են վախ, նախ սկզբից ծիծաղ եմ ապրում, որտեվ հիշում եմ այդ մարդու 20 դուբլից նկարահանված կոտրված հայերենով, որ միջև հիմա մարդիկ չեն հասկանում է թե իրական էր խոսքը, ուզում եմ հասկանամ, թե ով պետք է այդ տեսակ մարդուց վախենա, ով իր ենթադրում եմ մայրենի լեզվով խոսել չի կարողանում, ու երկրորդն էլ շատ վատ եմ զգում, որ իր ուժի ներկայացուցիչները փաստացի նման անարգանքի են ենթարկում իրեն, որտեվ ինչ է նշանակում մարդուց վախենալ, ինչի պետքա մարդը մարդուց վախենա, կներեք էլ, ես ինձ շատ վատ կզգամ, եթե Հայաստանի Հանրապետության, ասենք, ինչ-որ մի քաղաքացի ինձնից վախենա, ինչի պետքա ինձնից վախենա, այդ մարդուց ինչի պետքա վախենան, ինքը ինչ-որ նարկոկարտելի գլավյար է, չգիտեմ, այնտեղ մոլագար մարդասպան է սերիական, կատաղած շուն է, ինչի համար պետքա մարդուց վախենան, կներեք, այդ շատ բան է, էլի, աննորմալ է, ես հորդորում եմ անընդհատ այդ բանը չասել, որտեվ դա իմ կարծիքով նորմալ մարդու համար ժողովրդավարական երկրում շատ տենց վիրավորական բան է, էլի, որ անընդհատ ասել դուք վախենում եք, կներեք։ Պարոն Ալեքսանյան, համապետական ընտրություններին դուք ինչպես եք պատրաստվում ներկայանալ քաղաքացիներին, որովհետև այս ընթացքում մենք նկատում ենք, որ տարբեր տեղեր եք այցելում եւ տարբեր կերպ են ձեզ ընդունում։ Այո, ընդունում ենք, կան ջերմ ընդունելություններ, բայց անընդհատ կարծես թե ԿՊ սկանդալների կենտրոնում է։ Եկեք միասին լայվերը նայենք վարչապետի ամբողջ ընթացքը, ի տարբերություն մյուս չէ, կներեք, ի տարբերություն մյուս ուժերի, որոնք գնում են նույնիսկ իրանց համաժողովը, որը անց են կացնում իրանց կուսակցության անդամները, նույնիսկ դա են թաքուն անում։ Մենք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համայնքներն ենք գնում ու գնում ենք ուղիղ եթերի ռեժիմով, որովհետև մենք թաքցնելու բան չունենք ու քաղաքացիները կարող են տեսնել, թե քանի ժամ են տևում այդ հանդիպումները, քանի մարդ է մոտենում ողջագուրվում վարչապետի հետ, քանի երեխա է մոտենում ողջագուրվում վարչապետի հետ, ինչ սիրո ու ջերմության մթնոլորտում են ասում այդ հանդիպումները, այո, պատահում են նաև ավելի փոքր տոկոսով պատահում են նաև շատ ավելի փոքր տոկոսով ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ, ինչը եւս նորմալ է։ Իսկ արվեք նույն ձեր ասած այդ ուժեղ այտենց մարդիկ իրանց թիմերը կարան այդ նույն ռեժիմով գնան Հայաստանով քայլեն։ Օրերս ապրիլի 11-ին էր ցույց իրականացրեցին հավաքել։ Կարծեմ բավականին շատ ողջունում եմ իդեպ, շատ ողջունում եմ իդեպ ինձ համար շատ ողջունելի էր, որ Հայաստանում գտնվող մի շարք ազգային փոքրամասնություններ, այդ թվում Հնդկաստանի քաղաքացիներ եւս արդեն որոշակի ակտիվություն են ըստ երևույթին ցույց տալիս, չգիտեմ դա ինչ ընտրական իրավունքի մասով չգիտեմ դա ինչ բան կա, չգիտեմ այդ քաղաքացիները արդեն երկքաղաքացի են Հայաստանի թե ինչ, բայց բավականին մեծ մասնակցություն տեսա, հա, նորմալ է։ Ավտոբուսներ տեսա, որ մի շարք մի քանի 100 ավտոբուս առնվազն քաղաքի կենտրոնում էր, մարդ էին բերել տարբեր տեղերից, դա էլ իր կողմից վառելիքի շուկայի վրա է դրական ազդում, այնպես որ ամեն ինչ լավ է։ Հովանավանքում, երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր պատարագի հետ մասնակցում, ավտոբուսներով մարդիկ են գալիս, Երբ եք տեսել ավտոբուսներով մարդ։ Երբ եք տեսել ավտոբուսներ։ Ինձ թվում է դուք շփոթել եք Սամվել Կարապետյանի միտինգի հարցազրույցներն եք նայել, ֆանտաստիկ կադրեր էին այնտեղ, անկեղծ ասեմ, ես տեսել եմ լրատվականների հարցազրույցները, ուղղակի
ուղղակի փառահեղ էր։ Պարոն Ալեքսանյան, նաև անդրադարձել եք Արթուր Ավանեսյանին, ով միացել է ուժեղ Հայաստանին։ Այո, նշել եք, որ մարտի 1-ի դեպքերին էր մասնակցել։ Եթե մարտի 1-ի դեպքերին մասնակցել, ապա ուր են փաստերը։ Փաստեր ներկայացրեք։ Այդ փաստերը կան, կներեք էլի մի վարքյան, չէ, մեր չենք մեղադրում, հազար ներողություն, այդ մարդը հարցաքննվել է, այդ մարդը հենց ինքը իր ցուցմունքներում նշել է, որ այո, իրեն հրամայել են, որ ինքը զորախմբի կազմում Ղարաբաղից իր ծառայությունը թողնի, գա Երևան, իր պնդմամբ կառավարության շենքը պաշտպանելու։ Դե ինչի պետք է Ղարաբաղի հատուկ ստորաբաժանումը գար Ղարաբաղից Երևանի կենտրոնում կառավարության շենք պաշտպաներ, այդումից պետք է պաշտպաներ, այդ ոնց պետք է պաշտպաներ։ Այդ ամեն ինչ շարունակվում մնալ հարցական։ Ես էլ ասում եմ, այդ Ղարաբաղից բերված սպեցնազով, որ փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վախեցնել, չի ստացվելու։ Չի հաջողվում բացահայտել մարտի 1-ի գործը։ Իմ կարծիքով մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, ուրիշ բան, որ այս այն ամբողջ մարտի 1-ին հաջորդած 10 տարիների ընթացքում բոլոր հնարավոր ապացույցները կեղծվել են։ Այսինքն դուք գիտեք, որ փամփուշտներ են փոխարինվել, գիտեք, չէ, որ գործի ընթացքում այն փամփուշտները, որոնք որ գործի ընթացքում որպես ապացույց վերցված են եղել, դրանք փոխարինվել են։ Դուք գիտեք, որ դրանից հետո որոշակի օրենսդրական փոփոխություններ են եղել, չգիտես ինչի, չգիտես ոնց, շատ տարօրինակ կերպով։ Գիտեք, որ գործը գնաց սահմանադրական դատարան, այնտեղ հանգուցալուծում ստացավ փոքրինչ այլ, հետո հիմա արդեն նորից ավելի ուրիշ զարգացումներ կա։ Մի խոսքով բարդ իրավաբանական process է։ Պարոն Ալեքսանյան, եւ վերջին հարցը, հա, մտավախություն չունեք, որ հունիսի 8-ին դուք կդառնաք թիվ 1 ընդդիմությունը։ Նման մտավախություններ ունեք, նման, այսպես ասած, պլան B ունեք, որ եթե իշխանություն չլինեք, ապա թիվ 1 ընդդիմություն եք լինելու։ Մեր պլան A-ն, մեր պլան B-ն, մեր պլան G-ն, մեր պլան D-ն, մեր միջև պլան F-ն, եթե կուզեք, այն մասինա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը մեր համար օրենք է։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն ինչքան ուզում այդքան խփում էր, ի տարբերություն նրա աշխատակազմի ղեկավար Սամվել Կարապետյանի հարազատ եղբոր Կարեն Կարապետյանի, որ էլի այդ տարիներին այդպես երևի միասին ինչքան ուզում այդքան խփում էին, ի տարբերություն Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի, որի ես երբեք չեմ եղել նրա թիմակից, ոչ չեմ եղել։ Այդ եկեց սուտ ասում օրինակ։ ԲՀԿ-ի անդամ չեք եղել, անգամ քննադատել եք Քննադատել եմ, հա, եղել է այդպես բան, որ քննադատել եմ, բայց դուք ասում եք անդամ եք եղել, երբեք չեմ եղել ես որևէ այլ կուսակցության անդամ։ Ի տարբերություն քաղաքական դաշտում շատ շատերի, որ 40 կուսակցություն են, հա 18 տարեկանում միած ստատուս ունեմ գրած, ոնց հասկանում եմ, դա իմ քաղաքական միակ բանն է, որ ասենք տեսակ երեք հանրայինի եթերում բանավեճ ունեցանք, իրանց ուժեղ հռչակած քաղաքական ուժը ինձ թվում է տեսակ ինչ իրավիճակում հայտնվեց ու ակնհայտորեն պատասխանելու որևէ բան չունենալով իմ 18 տարեկանում գրված մի ստատուսի սկրինշոթ էլի սկսեցին շրջանառել, ինչ ասեմ, դա նրա մասն է, որ մարդիկ ուղղակի բոբիկ են, դա նրա մասն է, որ մարդիկ ուղղակի քաղաքականապես սնանկ են։ Հիմա ձեր հարաբերությունները լավ է Ալեն Սիմոնյանի հետ այդ հայտարարությունը։ Ընտիր, Դե հիմա կներեք էլի ուրիշ դաշտ եք տանում, հազար ներողություն։ Մենք պարոն Սիմոնյանի հետ շատ ընտիր հարաբերություններ ունենք ու առնվազն շատ անտրամաբանական էլ կլներ, որ ինչ-որ մեկի 18 տարեկանում գրված, ասենք այդ որ թվին էր, երևի սրանից քանի տարի առաջ, մի 17-18 տարի առաջ գրված ինչ-որ մի ստատուսի իման վրա ինչ-որ բան անեին, որպես այդպեսին։